Ասում եք իշխանությունները ուշադիր հետևում են ձեր նախընտրական քարոզարշավին։ Քիչ առաջ Տիգրան Ավինյանը մի վերնաշապիկ է տվել, որի վրա գրված են ձեր եւ Սամվել Կարապետյանի սխալ արտասանված բառերը եւ Նիկոլ Փաշինյանը հիացած է այդ շապիկով, ինչպես կմեկնաբանեք։ Շատ պարզ, որ այսօր պետք է մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետը, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Նա այդ հաճոյանալը պետք է հաճոյանա Ավինյանը, երևանցիներին։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցել մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, երևանցիների համար օդը մաքուր լիներ։ Այսօր ամենամեծ քանակով հիվանդությունները, ռակ հիվանդությունը Երևան քաղաքում է, օդը մաքրել, ոչ թե տրուսիկ մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալա։ Դա պետք է ասեմ ու մեկ էլ մի բան եմ ուզում ասել։ Այսօր ես Սամվել Կարապետյանը, որը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձ ենք պահել, ոչ թե պետք է քննադատել, վախացնել տարածքալը։ Ես կարամ ասեմ, որ իրանք տարերն էլ չգիտեն, այդ անգիրարած խոսում են եւ հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեն իրանք այսքան փաստաթղթեր չէին ստորագրի, ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի, որ ցանկացած ստորագրած դա վնաս է երկրին եւ ժողովրդին։ Եվ ամենակարևոր ուզում եմ ասել, իրենք թող չմոռանան Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախ Հայաստան ու վերջ։ Կարճ ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանն է ու վերջ։ Իսկ հիմա կարամ ասեմ Ավինյանի Նիկոլ Փաշինյան, եթե սենց շարունակվեց փոփոխություն չեղավ, մի տարի հետո հայտարարել են Երևանը Երևան է ու վերջ։ Նրանց ապրածը արածը, նրանք միայն խոսում են, տակը բան չկա, ասում են դպրոցներ են կառուցել։ Ժողովուրդ ջան, 8 տարվա մեջ ծրագրավորացել է 300 դպրոց, 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը վերակառուցվել է։ Այդ 8 միլիարդ ծախսել եք 8 տարում, կարելի էր ասենք թե 8 հատ քաղաք կառուցել, 8 հատ պետություն կառուցել, այդքան փողերը ծախսելով, դպրոց են կառուցել, դպրոցն այսօր մարզերում փակվում են, 20-30 դպրոցով փակվում են, դպրոց կառուցելը լավ է, ինչ? Ես դա գիտեմ, ասում եմ, պետք է կրթական ծրագիրն էլ փոխվի, ոչ թե Բոլոնիայի ծրագիր, ասոցիացիական ծրագիր, ինչ որ ասել եմ, ասացիս, հիմա ուզում եմ, որ հակադարձեն։ 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը եղել է վերակառուցելու, որ արդեն կիսատ է եղել։ Ու այսօր նորից եմ ասել են, որ մենք չենք եկել Արցախը տալու, մենք պայել ենք մինչև վերջ, դա մեր պատվի խնդիրն է։ Ու դե գնա ապացուցի, Ալիևը ասացը, որ Ալիևը ամեն օր ասում է, Երևանը Երևան է եւ Սևանին էլ Գյանջի Գյոգջա։ Պետք է ասեն մի տարի հետո, այո, Սևան չի եղել, Գյոգջա եւ վերջ։ Այդ է իրենց արածը, միայն խոսելով, մեկը մեկին հերթ չտալով, ես ուզում եմ մեկը մեկին հերթ չտվողը, մի հատ ներկայացնի, մինչև այդ պաշտոնին հասնելը, իրական կյանքում ինչ են արել իրենց երկրի համար, իրենց ընտանիքի համար, քարը քարին դրել են, թե չեն դրել։ Այդքան մի բան, դա բացահայտ է, թող բոլորն էլ նայել, բոլորն էլ իմանան։ Ես նորից եմ ասում, Ժողովուրդ ջան, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսություն զարգացնենք, աշխատող ժողովուրդ ունենք եւ ամեն պայմաններն էլ կա։ Պետք է ճիշտ կառավարում, ճիշտ մարդիկ, փորձ ունեցող մարդիկ։ Մենք փորձադաշ չենք, ժողովուրդը փորձադաշ չի։ Այսքանը կարող եմ ասել։ Քանի ենթակառուցքը գյուղատնտեսական բնագավառ է։ Այո։ Ինչ ծրագիր ունեք գյուղնախարարության հետ կապված։ Ծրագիրը մեծ ծրագիր չի։ Չէ, ձեր կարծիքը, ծրագիրը։ Իմ կարծիքը գյուղացին այսօր ժողովրդին կերակրող բարիք ստեղծող մարդ է, սահմանապահող մարդ է։ Եթե այսօր մտածված, որ գյուղնախարարություն են վերացնում, ներողություն, ինչի համար, որ գյուղը քանդվի, մարդիկ թող են գնան, անտերություն լինի։ Դե չէ ոնց կարելի է գյուղնախարարությունը փակել։ Գյուղացին անտեր պատի տակ նստած։ Սեմ չկա, դեղորակ չկա, պարարտանու չկա, ընդունում չկա, մեխանիզացիա չկա։ Ինչ է նշանակում, որ բոլորը քանդվի, դատարկվի։ Պետք է գյուղնախարարություն։ Գյուղնախարարը պիտի մասնագետ, փորձ ունեցող, տիրապետող, Հայաստանում քանի մարզ կա, որ մարզում ինչ է աճում, ինչ է մշակվում,
որ սեզոնին ինչ պետք է բերեն, մարդուն սեր պետք է տան, մարդուն պարարտանյութ պետք է տան, պարարտանյութը դառնա 13,000 դրամ, մարդ այդ ինչ եկամուտ պետք է ստանա, պարարտանյութը պետք է բերել գյուղատնտեսության նախարարությունը, տար մարզպետին, մարզպետը տար գյուղապետին, ցուցակագրեր, ով ինչքան հող ունի, քանի հեկտար, խնդրեմ վերցրու, կտանես, կցանես, աշնանը բերքը կհավաքես, հողը կպես, ոչ թե 13,000, 5,000 դրամ, որ մարդը զգա իր մասին մտածում կա, սերմը պետք է բերեին փետրվարին, տրամադրեն, թե ժողովուրդը նույն սերմը ցորենը գարին կարտոշկեն ցանում է, այդ 15 տարվա սերմը ցանես եկամուտ չկա, կարտոշկեն պետք է ցանես 60-80 տոննա, հեկտարից կարտոշկա հավաքես, հինը ցանում ես 10 տոննա, 15-16 տոննա ուրախանում են, բայց որ կարաս 50-60 տոննա, որ շատ ստանաս տունդ պայես, սաղ ոլորտներն էլ տիրապետում եմ, սաղ էլ գիտեմ, հարկավոր է հնարավորություն պայման, տվեք, պահանջեք, ճիշտ մարդիկ ճիշտ տեղում, կուսակցական պատկանելությունը կապ չունի, կապ ունի անձը, մարդը, փորձը, իր արդյունավետությունը, ու հաջողությունն էլ կլինի, օր-օրի դա կզգա։ Ես ասեմ, վարկերն էլ այսօրվա վիճակում, մարդիկ վարկի տակ են, պարտքի տակ են, չեն կարողանում փակել, որ մարդը եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, 2-3 տարի կորոնավիրուս եղել, մարդիկ չեն աշխատել, մարդիկ ապրել են, եղել է պատերազմ, վարկա կուտակվել, պետությունը պարտավոր է, ներում շնորհի, մինչև 3 միլիոն դրամ, տնից կլինի մի հոգի, 3 հոգի, որ մարդիկ շունչ քաշեն, ճայ ճիշտ դուրս գան, ժողովուրդը հարուստ պետք է լինի, որ պետությունը հարուստ լինի։ Ժողովուրդ ջան, մեկը թող հակադարձի, իմ ասածներին ասիցենց չի։ Ծառուկյանը հետառը չասեց, արայսի, Ծառուկյանը գույնավոր ծառուշկա, այմ այլ գույնավոր, կասում եմ հակա ձեր ծավտան, էլ ասելու բան չունեն ձեր ծավտան, ինչ արդ։